Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարի երեկո, մենք կրկին ողջունում ենք ձեզ առաջին ալիքի եթերում, սպասիր ինձ հաղորդման տաղավարից։ Ողջույն, մենք կրկին եթերում ենք միայն մի պատճառով։ Կան մեծ թվով մարդիկ, որոնց անհրաժեշտ է մեր աջակցությունը, որոնք որոշում են կայացրել ամեն գնով գտնել հարազատին, ընկերոջը, ժառանգին, սիրեցյալին, ընտանիքի անդամին։ Շատերը զարմանում են, ինչու են մարդիկ իրար կորցնում։ Մարդն էլ հո ասեղ չէ, չգտնես, հատկապես այս համացանցի դարաշրջանում, երբ բոլորի կյանքը բաց գրքի նման է։ Մեր հաղորդման գոյության տարիների ընթացքում այնքան պատմություններ ենք լսել ու տեսել առեղծվածային, տարօրինակ, երբեմն ապշեցուցիչ։ Ու արդեն լավ գիտենք, այո, մարդիկ հաճախ են կորցնում իրար այնպես, որ սեփական ուժերով չեն կարողանում գտնել։ Հենց այդ պարագայում էլ օգնության ենք հասնում մենք։ Մեր խմբագրության ամբողջ անձնակազմը մանրակրկիտ ուսումնասիրում է յուրաքանչյուր հայտ, որպեսզի ոչ ոք ձեռնունայն չմնա։ Այսօր եւս կներկայացնենք ձեզ կատարված աշխատանքի արդյունքները։ Մեր տաղավարն ինչպես միշտ մարդաշատ է, եւ այսօր էլ այստեղ ներկա են մարդիկ, որոնք ցանկանում են պատմել մեզ իրենց պատմությունները։ Նրանց ցանկությունը մեկն է՝ գտնել հարազատ մարդու։ Մեր ցանկությունները համընկնում են։ Լսենք հանդիսատեսից մեկի պատմությունը։ Համեցեք։ Քանի որ ձեր հաղորդումը հուզարատ է, ես մի փոքրիկ անակնկալ եմ պատրաստել հաղորդման համար եւ ձեր համար։ Շատ լավ, տեսնենք ինչ է։ Քանի որ հուզմունքից ջուր խմել է պետք հուզվածներին, բաժակներն իմ կողմից ջուրը ձեր։ Շնորհակալություն, հրաշալի անակնկալ էր։ Իսկ հիմա խնդրում ենք ներկայացեք եւ պատմեք, թե ում եք փնտրում։ Ես ներկայացնում եմ մեր դասարանի ընդհանուր հայտը։ Ես Լյովա Հակոբյանն եմ, սովորել եմ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան այն ժամանակ միջնակարգ դպրոցը 1983 թվականի 10-րդ դասարանի շրջանավարտ եմ։ Փնտրում ենք մեր դասարանցիներին Բախտամյան Գևորգին, Սարգսյան Սիլվային եւ Թորոսյան Անթարամին։ Լուսանկարում նրանք են։ Լուսանկարում միայն այստեղ Բախտամյան Գևորգն է, աչից ինքն է Բախտամյան Գևորգը, Սարգսյան Սիլվան։ Կարելի է մի քիչ ավելի մանրամասն պատմեք, ինչպես է կապը կորել։ Ավարտելուց հետո բոլորս սովորել ենք տարբեր բուհերում։ Բուհերը ավարտելուց հետո 1990-ին հիմնականում 88-90, որովհետև տղաները բանակում էլ ծառայեցին, 90 թվականից հետո ճակատագրի բերումով տարբեր տեղեր անցան աշխատանքի եւ ապրելու։ Բարեբախտաբար մեծ մասը Հայաստանում են։ Մենք մի քիչ առաջ դասարանցիներով հաշվեցինք 8 հոգի են արտերկրում, բացի որ 3 հոգուց տեղեկություն չունենք։ Երբ համացանցը սկսեց տարածվել աշխարհով, մեկ նաև Հայաստանում, սկսեցինք փնտրել միմյանց։ Հիմա մենք ունենք խումբ, ովքեր որ մասնակցում են ամեն ինչին, տեղյակ ենք, շփվում ենք ու տարին մի քանի անգամ հանդիպում ենք, հիմնական առիթը լինում է նա, որ արտերկրից որևէ դասարանցի այցելում է Հայաստան։ Անցած տարի օրինակ 4 անգամ այդ ձևի հանդիպում ունեցել ենք։ Հիմա ոչ մի սոցիալական ցանցում չենք գտնում իրենց եւ ստիպված դիմել ենք ձեր հաղորդմանը։ Շատ լավ բան եք արել։ Ես գիտեմ, որ դուք այսօր դասարանի երեխաներով եք եկել մեր տաղավար։ Որքան էլ որ մեծանանք, մեր դասարանցիներին այդպես ենք չի ասում, մեր դասարանի երեխաները։ Բարի երեկո, շնորհակալություն, որ այսօր եկել եք։ Մենք արդեն հասկացանք, որ հավաքներ հաճախակի են լինում, բայց ձեր բացականերին շարունակում եք փնտրել։ Ինչ կցանկանայիք ասել նրանց։ Կցանկանայինք, որ ամեն մի հավաքույթին իրանց ներկայությունը, որովհետև տարիներ են անցել
այդ տարիների անցած այն ժամանակահատվածը, որ մենք մեր պատանեկությունը, երիտասարդությունը անցկացրել ենք իրանց հետ, կուզենայինք այս տարիքում իրանց ամեն մի հանդիպանը, որ հանդիպում ենք, իրանց ներկայությունը լինի, ու մենք դրանից մեծ բավականություն ենք ստանում։ Երբևէ փորձել եք սեփական նախաձեռնություններով գտնել դասընկերներին, օրինակ գնալ հին հասցեներով, գտնել ընդհանուր ծանոթների, նման փորձեր արվել են։ Իհարկե, արվել են, ուղղակի, որ տարբեր տեղերում ենք ապրելուց եղել, օրինակ երկու աղջիկները բնակվում են Սիսիանում, հեռու են գտնվել մեզանից, մեր դասարանը եղել է հավաքատու, տարբեր տեղերից, տարբեր շրջաններից, մաթեմատիկայի թեկումով դասարան է եղել մերը, իրենցը, մենակ իրենցն է մի քիչ հեռու եղել, այդ հնարավորությունը չի ստեղծվել իրենց անմիջական կապը կարողանանք պահել։ Շատ լավ, եւ պետք է խնդրենք, որ մեր ավանդույթի համաձայն դիմեք ձեր ընկերներին, հենց իրենց, ուղղակիորեն իրենց պատկերացնելով, որ մի օր հեռուստատեսությամբ կամ համացանցով կտեսնեն այս թողարկումը եւ կարձագանքեն։ Գևորգ ջան, Սիլվա ջան, Անթարամ ջան, մենք դասարանով շարունակում ենք կապը պահպանել, եթե դուք էլ որ ներկա լինեք, շատ ուրախ կլինենք ու պակաս զգում ենք։ Շնորհակալ ենք շատ, իսկապես շատ գեղեցիկ պահ է, որ հասուն մարդիկ շարունակում են իրենց դպրոցական ընկերությունը եւ տարիները որևէ ազդեցություն չունեն։ Հույս ունենանք, որ մեր հաղորդաշարին կհաջողվի համալրել ձեր դասարանը պակասող անուններով։ Շնորհակալ ենք շատ։ Աստրախանի որոնողական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունը «Սպասիր ինձ» նախագծին է դիմել խնդրանքով գտնելու խորհրդային Հայաստանում ծնված եւ գերեվարության մեջ մահացած հայրենական մեծ պատերազմի մասնակիցների ազգականներին, որպեսզի նրանց փոխանցի հայտնաբերված փաստաթղթերը։ Ահա նրանցից մի քանիսի անունները։ Աբելյան Սերոբ Վարդանի, ծնված 1917 թվականին։ Մայրը Վարինկա Աբելյան, մտերիմ ազգականը Սաթենիկ Բաբայան։ Գերեվարվել է 1941 թվականի հուլիսի 29-ին Սմոլենսկի մատույցներում։ Մահացել է գերության մեջ 1943 թվականի մայիսի 22-ին։ Աբովյան Սանասար Արտուշի, ծնված 1920 թվականին։ Մայրը Սաթենիկ Աբովյան, Նորկարայան, բնակվել է Լոռու մարզում։ Զորակոչվել է 1939 թվականին։ Գերեվարվել է 1941 թվականի հունիսի 23-ին Բելառուսում։ Անհետ կորած է համարվել 1942 թվականի փետրվարից։ Մահացել է գերության մեջ 1942 թվականի օգոստոսի 29-ին։ Ուղարկավորված է Տորուն քաղաքում։ Աղաջանյան Միքայել Ալեքսանդրի, ծնված 1919 թվականի մայիսի 12-ին։ Մոր օրիորդական ազգանունը Սուգոմանի, մտերիմ ազգականը Անդրանիկ Ագադանյան։ Գերեվարվել է 1941 թվականի սեպտեմբերի 12-ին Լվովի մատույցներում։ Մահացել է գերության մեջ 1942 թվականի հունիսի 22-ին։ Ուղարկավորված է Զանբոստելի ճամբարի գերեզմանատանը։ Ալիխանյան Սևան Թորոսի, ծնված 1923 թվականի մարտի 15-ին Շամախյան գյուղում։ Հայրը Ալիխանյան Թորոս Պողոսի։ Զորակոչվել է 1941 թվականի սեպտեմբերի 10-ին։ Գերեվարվել է 1942 թվականի հունիսի 2-ին Սևաստոպոլի մատույցներում։ Մահացել է գերության մեջ 1943 թվականի մայիսի 30-ին։ Ուղարկավորված է Լամսդորֆի ճամբարի գերեզմանատանը։ Ալիյան Արտաշ Խաչատուրի, ծնված 1919 թվականի մայիսի 20-ին, Մարտունի գյուղում։ Քաղաքացիական մասնագիտությունը վարորդ։ Գերեվարվել է 1941 թվականի սեպտեմբերի 27-ին Կիևի մատույցներում։ Մահացել է գերության մեջ 1943 թվականի մարտի 23-ին։ Ուղարկավորված է Գերմանիայի Ցայնտխայն ռուսական գերեզմանատանը։ Վերջերս մեզ հաճախ են մի հարց ուղում, թեև որքան հիշում եմ, մեր եթերից բազմիցս ենք անդրադարձել այս թեմային։ Խոսքը «Սպասիր ինձ» նախագծի հետ համագործակցության պայմանների մասին է։ Սիրելի հեռուստադիտողներ, «Սպասիր ինձ» հեռուստանախագիծ է, որն օգնում է որոնել ու գտնել մարդկանց աշխարհի ամենատարբեր երկրներում, բայց կարևոր այդ առաքելությունը իրականացնելու համար ձեզնից չի պահանջվում ոչ մի լումա։ Կրկնում ենք,
սպասիր ինձին դիմելը, ինչպես նաև դրան հաջորդող որոնողական աշխատանքները անվճար են հեռուստադիտողների համար։ Իսկ ինչու ենք կրկին անդրադառնում այս թեմային։ Քանի որ մեզ զանգահարող հեռուստադիտողները հաճախ են հարցնում, որքան գումար է պետք վճարել, ու շեշտում են, որ ինչ-որ մարդիկ նրանցից գումար են պահանջել սպասիր ինձի անունից։ Մեր հաղորդաշարը ստեղծման օրից ի վեր չի փոխել մոտեցումը։ Եթե որևէ մեկից կլսեք, թե որոնումների համար պետք է վճարել, ապա համոզված եղեք, դա զեղծարարություն է, եւ ասողը մեզ հետ կապ ունենալ չի կարող։ Մի վճարեք որևէ մեկին, ով կներկայանա որպես հեռուստաընկերության աշխատակից կամ սպասիր ինձի թիմի անդամ։ Սիրելի հեռուստադիտողներ, մեզ դիմելու եւ որոնումներ սկսելու համար ձեզնից պահանջվում է միայն մեկ բան՝ հայտ լրացնել մեր կայքում կամ զանգահարել խմբագրություն հեռախոսահամարով։ Դրան կհաջորդի նկարահանման փուլը եւ որոնումները կսկսվեն։ Հենց այդպես էլ վարվել է այսօրվա հայտատուն։ Դիտենք տեսահայտը։ Ես Նարինե Մարգարյան Հենրիկի փնտրում եմ իմ հայրիկին, Հենրիկ Մարգարյան աղասուն։ Ծնվել է 1937 թվականի սեպտեմբերի 22-ին։ Հայրիկս աշխատում էր Հայէլեկտրո գործարանում այն ժամանակ։ Դե 90-ականներից հետո ինքը սկսեց ասենց գնալ Ռուսաստան, մի որոշ ժամանակ անցնում էր, գալիս էր, հետո նորից գնում էր։ 2004 թվականի սեպտեմբերի եկավ ու տենց էլի մնաց ու ես իրան այդ ժամանակ խնդրեցի, ասի պապ ջան, խնդրում եմ, էլ մի գնա։ Ես իրա կարիքը զգում էի ազնվությամբ։ Ես իմ պապային շատ եմ սիրում, շատ։ Ինձ շատ ջերմ գրկեց այդ վերջին անգամ։ Ես գացի, ասի պապ, խիսը, ասի կարոտել ես, տենց կարոտում ես, ես գացի, որ ինքը այդ վերջին անգամ ինձ շատ ջերմ գրկեց, երեխեքիս համբերեց բան, ասեց մյուս կիրակի կգամ, մյուս կիրակի չեկավ, սպասեցի չեկավ, չիմացա, որ արդեն գնացել է, զանգ էր եկել մամայինցս տունը, ասել էին, որ ձեր հարազատը մեր գումարը ուղարկել է եւ ինքը գտնվում է Եկատերինբուրգում։ Ինքը դրանից առաջ աշխատեց մեր երկրաշարժին։ Այդ երկրաշարժից հետո ինքը ռուս մարդիկ էր բերում մեր տուն, մամայինցս տուն էլի։ Դրանց հետ թե պայմանավորվել էր, թե ինչ էր արել, բայց ինքը կոնկրետ չասեց, ես գնում եմ Եկատերինբուրգ։ Վերջին նկարը սա է, որ ուզում եմ տեսնեք, որ ինքը այս հասակում, այս տեսքով գնացել է ու ես մինչև հիմա իրան չեմ տեսել։ Ես մտածում եմ ինքը ընդեղ ընտանիք ունի, կարող է երեխաներ էլ ունենա, ես կուզենամ, թող լինեն։ Երբեք ինքը մեր հետ չի նկարվել, ինքը միշտ մեզ է նկարել։ Այս մի նկարն է, որ մամայիս հետ կանգնած նկարվել է։ Ինքն էր հանում այս նկարները։ Ինքը նկարում էր, ապարատ ուներ ու ինքն էլ հանում էր նկարները։ Պապայիս ոնց որ կարոտով եմ մնացել, չգիտեմ։ Շատ եմ սիրում իրան ես։ Դրա համար ուզում եմ, որ անպայման մի բան իմանամ իր մասին, մի տեսակ են ասած հույսս կտրեմ, էլի, ես իմ վերջին հույսն է։ Ճիշտ եմ ասում։ Մի օր ինձ շատ վատ զգացի ու տենց հիվանդանոց գնացի ու իմ մոտ հայտնաբերվեց չարվորակ ուռուցք։ Հիմա ավելի ցանկությունս մեծացել է, որ փնտրեմ իրան, ես կուզենամ, որ մի ամիս իր հետ ապրեմ, հետո Աստված թող որոշի, ես ինչ կարող եմ ասեմ։ Ես ուղղակի իմ կարոտը սառնեմ իրանից, ես ուզում եմ, որ իրանից կարոտը սառնեմ։ Չգիտեմ։ Պապ ջան, ես քո կարիքը ունեմ, որ քեզ տեսնեմ։ Ես ուզում եմ ուղղակի քեզնից ինչ որ մի բան լսեմ կամ քեզ տեսնեմ։ Եթե կաս, խնդրում եմ արձագանքի, պապ ջան։ Աղաչում եմ, շատ եմ կարոտել քեզ, ուզում եմ տեսնեմ, շատ։ Մեր հաղորդման հյուրերը մեզ համար շատ թանկ են։ Հենց հիմա դիմավորենք նրանցից մեկին եւ լսենք նրա պատմությունը։ Բարև ձեզ, համեցեք։ Ես Անահիտ Գաբրելյանն եմ,
Խնդրում եմ իմ դասընկերուհուն Անահիտ Սաֆարյանին։ Այս լուսանկարում հենց Անահիտն է։ Հենց Անահիտն է։ Դպրոցական ավարտական տարվա Ավարտական դասարանի ինքը հիմա մի քիչ ավելի փոխված տարիքով ու ավելի ես կարծում եմ գեղեցիկ։ Վերջին անգամ կապի եմ դուրս եկել 2020 թվականի հունվարի 7-ին զանգելային շնորհավորելա ինքը մնում էր Մոսկվա քաղաքում, բայց որ ծայրամասում չեմ կարող ասել։ Ինքը ամուսնալուծված էր, ամուսինը վաղուց գնացել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, տեղեկություն ես չունեմ բնականաբար, ունի մի տղա Սարգսյան Մկրտիչ Գագիկի, բայց իրան ավելի շատ Մորիս են ասում։ Հետո արդեն սեպտեմբերին իր ծննդյան օրներ ես բարբերաբար զանգել եմ, չի պատասխանել։ Հետո հեռախոսը ջարդվել է, համարը կորցրել եմ ու Երևանը իրանց տուն քանի անգամ գնացել եմ, ոչ մեկ չի եղել։ Իմ մայրը որդին է տեղ ապրում ու կորցրել եմ հետքը։ Այսինքն մոսկովյան համարն ունեիք, բայց կորցրել եք։ Հա, ու հիմա էլ չգիտեմ։ Փաստորեն ինքն էլ նույն համարով ձեզ հետ կապ չէր կարողանա հաստատել, ձեր համարը փոխվել է։ Չէ, իմ է։ համարը չի փոխվել, ուղղակի հեռախոսն է փոխվել, համարը մեկից մյուսը չի գնացել։ Իսկ այս տարիների ընթացքում հանդիպել եք բարբերաբար, թե միշտ Մոսկվայում էր։ Չէ, ինքը երբ եկել է Երևան, առաջինը մեր տուն, մենք դասընկերներով, ես ու ամուսինս մի դասանից ենք, մնացած ով դրսից գալիս է, առաջինը մեր տուն է, լինում, որ ինչպես հավաքույթը լինի էլի, այսպես ասած։ Եթե լսի Անահիտը ինձ կամ ինչ-որ իր որդին բարեկամներից մեկը, որ տեղեկություն ունի, խնդրում եմ թող զանգի կամ եթե եկել են Հայաստան թող ասեն ու ցանկալի կլինի, որ ներկայացնեն մեր ավարտելու 50-ամյակն է այս տարի, մենք պիտի հավաքվենք դասարանցիներով, ցանկալի կլինի, ներկա լինի։ Շնորհակալ ենք շատ, որ նախաձեռնել եք ձեր ընկերուհու որոնումներն ու այսօր եկել եք մեր տաղավար։ Ձեզնից եմ շնորհակալ։ Ով է սովորաբար մեղավոր բաժանման համար։ Նա, ով անզգուշորեն նեղացրել է, թե նա, ով չի կարողացել ներել։ Նա, ով լքել է, թե նա, ով հաշտվել է այդ իրողության հետ։ Ում մեղավորությունն է ավելի մեծ, հեռացողի, թե նրա, ով բաց է թողնում։ Դժվար է գտնել այս հարցի ճիշտ պատասխանը։ Այն հաստատ միանշանակ չի լինի բոլոր դեպքերի համար։ Չէ՞ որ տարբեր մարդկանց կյանքի տարբեր իրավիճակներն ու բաժանման պատճառները իրար հետ համեմատելիս լիովին տարբեր պատկերներ կստանանք։ Եվ գուցե պետք էլ չէ մեղավորներ փնտրել։ Այո, մարդն իրեն ավելի հանգիստ է զգում, երբ գիտակցում է, որ ինքը մեղավոր չէ այս կամ այն իրավիճակի համար։ Բայց միևնույն է, պարզապես մեղավորներ փնտրելով ոչինչ չես ուղի։ Պետք չէ մեղավորներ փնտրել, պետք է փնտրել մարդկանց, սիրելիներին, հարազատներին, դե իսկ հետո միասին կկարողանաք հասկանալ ով է մեղավոր, եթե իհարկե դրանում անհրաժեշտություն տեսնեք։ Ու գուցե իրար գտնելուց հետո հնչեն խոստովանություններ ու ներման խոսքեր, որոնք այդքան ցանկացել եք լսել։ Փնտրել մեղավորներ, թե ոչ, որոշում է յուրաքանչյուրն իր համար։ Տեսնենք ինչ է որոշել մեր հաջորդ տեսահայտի հերոսը։ Կառնուտ, քարե բնակատեղի։ Գյուղում ապրում են քարի եւ հողի հետ աշխատող մարդիկ։ Այստեղ է գտնվում Կառնուտի ջրամբարը։ Գյուղում ժամանակին կատարվել են հնագիտական պեղումներ, հայտնաբերվել են նախապատմական շրջանի կենցաղային իրեր, կավեանոթներ եւ քարե գործիքներ։ Հող մշակելիս այդօրինակ իրեր գտել է նաեւ մեր այսօրվա հայտատուն։ Նա Կառնուտում է ապրում արդեն 35 տարի։ Մեծ քարեր էին, քարերի տակից հանեցինք այս կջուջները։ Գոհար Նիկոլյանը որոնում է իր կուրսընկերուհուն Արմինե Կարապետյանին։ 1989-ից 1992 թվականներին նրանք միասին սովորել են Հացիկ գյուղի տնտեսական տեխնիկումի հաշվապահության բաժնում։ Արմինեն Մերձավանից էր եկել սովորելու։ Գոհարը Ախուրյանից էր։ Նա արդեն ավարտել էր նույն տեխնիկումի կարի տեխնոլոգիայի բաժինը։ Հաշվապահությունն ընտրել էր որպես երկրորդ մասնագիտություն։ Առաջի իսկ վարքյանից, առաջի իսկ պահից ոնց որ մի ցկող ուժ երկուսից միացրեց։
Շատ լավ, շատ մտերիմ, երկու քրոջ նման, մեծ է իրանցից, ինքն էլ դե փոքր, մոքր, ինչ կեղնից ես իմ կողքս կնստես քննության ժամանակ, դու արդեն գիտես էլի, պրակտիկա ունիս, ասեցի հա, կնստիմ, ու այդ վարքյանից իրար հետ շատ մոտեցանք, ինչ որ երեխա, ես իմ թևի տակ առա։ Սովորելու տարիներին աղջիկներն ապրում էին Ախուրյան գյուղում, տեխնիկում հասնելու համար ամեն օր մեծ փորձություններ էին հաղթահարում։ Նախ կարողանում էին այնպես պայմանավորվել, որ ամեն առավոտ գյուղի տարբեր կանգառներից նույն ավտոբուսը նստեն։ Տվյալ օրվա սանրվածքի, շրթներքի գույնի կամ զգեստի ընտրության մասին զրուցելով գնում էին Գյումրի։ Իսկ այնտեղից հացիկ տանող ավտոբուսին հասնելը բախտի հարց էր։ Եթե ուշանային, տեխնիկում ոտքով պետք է գնային։ Հեռախոսներ չկար, կապի միջոցներ չկար, չենք կրա զանգեինք, ուղղակի կպայմանավորվեինք, որ ժամին դուրս գայինք, իրար հետ դուրս կգայինք, դե այնտեղ գյուղերը ավտոբուսները ժամերով կեշտային, այդ ժամին պետք է սաղը սեղնեինք այնտեղ, որ ընդանուր մեր խմբով էշտայինք տեխնիկում։ Ամեն օր իրար հետ կեշտայինք, իրար հետ կուկայինք, նույն ճանապարհի վրա էինք։ Պարզություն, մաքրություն, այդ էր, ասենք գոռոզություն չկար, շատ ուրախ, զվարթ, ինքն էլ ես էլ, իրար հետ շատ լավ շփվանք, ամենաշատը կհիշեմ, որ իրար հետ կփախնեինք, կեշտայինք կինո, կեշտայինք դաշտերը, միրգ հավաքելու այգիները, ինչ որ մեմ ալմին եղնեինք երկուսով, միշտ իրար հետ, միշտ նկարվելու ժամանակ ինքն պես կկայներ, որ պետք է իր ձեռքի իմ ուսի սեղներ։ Քանի որ խոհանոցը շատ եմ սիրում, ես որոշել եմ պատրաստեմ կարտոֆիլով կարկանդակ, բայց ջեռոցի մեջ։ Ուսման ավարտական տարում 1992 թվականին Գոհարն ամուսնացավ, տեղափոխվեց Կարնոտ գյուղ, դասերից սկսեց շատ բացակայել։ Արմինեի հետ հանդիպումներն էլ հազվադեպ դարձան։ Հղիությամբ պայմանավորված Գոհարը նույնիսկ դիպլոմների հանձնման արարողությանը չկարողացավ մասնակցել։ Եվ այսպես ընկերուհիները որոշ ժամանակով դադարեցրին շփումը։ 5 տարի անց պատահական մի օր Արմինեն թակեց ընկերուհու տան դուռը։ Նա ամուսնու հետ էր, եկել էին Կարնոտ ապրանք վաճառելու։ Արդեն երկու երեխես եկային, ինքն էլ էր ամուսնացել, ամուսնու հետ եկան մեր տուն։ Բայց հետ չեմ հիշել, որ գյուղն էր, ինչ ձևի եկան, ինչ ըխկդան, ուղղակի գիտեմ, որ եկան ապրանք էին բերել ծախելու, թե որ գյուղներ ինչ ապրանք կծախեին, երևի բիբար կամ ինչ որ սոխ, չեմ հիշել, բերեցին ծախելու, մենակ կհիշեմ, որ ասեց, եթե կուզես գաս, անպայման հիշե, մեր ծավան դպրոցի հետևը, պապայիս անունը Ադամ, իրանց տունը կուկաս, սոտ ցանցերով հետո փորձեցի գտնիմ, մանկա իր անունով չգտա, հետո փորձեցի սենք գյուղից ինչ որ մեկին գտնիմ, ինչ որ մեկի միջոցով գտա մեկին, գտա շատ խնդրեցի, ասեց ինչ կեղնի, դպրոցի հետևը Ադամ է անունը պապայի, իրանցից մի հատ հեռախոսի համար չտվեցին, չկրծա գտնեի։ Հրաժեշտ մենք չենք տվել, մենք այն մտքին էինք, որ պետք է անընդհատ իրար հետ շփվենք, չէինք պատկերացնում, որ պետք է հեռենանք ու իրար էլ չտեսնենք։ 30 տարի է անցել։ Գոհար Նիկոլյանը ապրում է իր ամուսնու, որդու և 2 թոռնիկների հետ։ Նա երազում է գտնել Արմինեին, ընտանիքներով հավաքվել ու շարունակել ջերմ ընկերությունը։ Անտատ գնայի, սպասիր ինձ կսեի, թե Աստված ջան, գոնե մի անգամ էլ ինձ գտնի էլի։ Երևի թե սենք ինքն էլ է ցանկություն ունեցել, բայց թե ամուսինս թե կան նայելու տեղը արի կեղնի մի անգամ գոնե զանգե հեռախոսի համարը կուտան իրանք։ Փորձեցի զանգեցի ու բարեհաջող շատ լավ։ Ինչ որ բան մեջս պագաս է էլի։ Ամեն անգամ նկարները նայելուց ափսոսանքով գնայեմ, որ այդ տիպի ընկերուհի եմ ունեցել ու հիմի չունեմ։ Կողքից որ խոսան մեկս է ընկերուհիս կամ ընկերս շատ նախանձով գնայեմ։
Ալմինե ջան, ես քեզ շատ եմ կարոտել, շատ տեղդ կերևա իմ կյանքում, խնդրում եմ, եթե կտեսնիս, եթե կլսես, անպայման կապ ունեցի իմ հետ։ Լուսանկարներով լի ալբոմը յուրաքանչյուր ընտանիքի ամենակարևոր հարստություններից է։ Ամեն հաջորդ սերունդ այդ ալբոմի միջոցով է ծանոթանում իր նախնիներին եւ իր ու երեխաների լուսանկարները ավելացնում այնտեղ, շարունակելով Գերդաստանի պատմությունը։ Մեր նախագծի միջոցով այդ լուսանկարները կարող են դառնալ կապող օղակ նրանց միջև, ովքեր վաղուց այդ կապը կորցրել են։ Դիտենք դրանցից մի քանիսը։ 1972 թվականի դեկտեմբերի 1-ին ծնված Արմեն Մարգարյանին է որոնում դուստրը՝ Միլենան։ Միլենայի ծնողները ամուսնալուծվել են, երբ նա 15 տարեկան էր։ Վերջին անգամ Արմենը զանգահարել է Երևանում բնակվող իր մորը 2014 թվականի հոկտեմբերի 9-ին։ Նրա հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Արթուրին եւ նրա ընտանիքին է որոնում նրանց ազգականը Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ Լինա Փանոսյանը։ 70-ական թվականներին Լինայի հարազատներն ապրում էին Երևանում։ Հայտնի է, որ Արթուրը Անահիտ անունով քույր ունի։ Նրանց հոր անունը Ռոբերտ է, իսկ հորաքրոջ անունը Էմմա։ Մարինա Մալոյանը երազում է գտնել զարմուհուն՝ Աննա Հակոբյանին։ Աննայի հայրը Կարլենը Մարինայի քեռին է։ Կարլենը մահացել է 1978 թվականին, 39 տարեկան հասակում։ Մի քանի տարի անց նրա կինը Հասմիկը վաճառել է Երևանում գտնվող իրենց բնակարանը եւ դուստրերի հետ մեկնել անհայտ ուղությամբ։ Ազգականների հետ կապը այդ օրից ընդհատվել է։ Ասիա Միսակի Սահակյանին է խնդրում արձագանքել նրա քույրը Ժենյան։ Վերջինիս հայրը Միսակը Իրանի քաղաքացի էր, բայց ապրում ու աշխատում էր Դոնի Ռոստով քաղաքում։ Այնտեղ ծանոթացել է երիտասարդ աղջկա հետ, որի հետ շուտով ամուսնացել է։ 1926 թվականին մեկնել է Իրան ազգականներին այցելելու, սակայն երկրից դուրս գալ այլևս չի կարողացել։ Նույն օրերին պարզվել է, որ նրա կինը հղի է։ 1926 թվականին ծնվել է Ասիան։ Հայրենիքում Միսակն ամուսնացել է երկրորդ անգամ, ունեցել է որդի եւ 3 դուստր։ Ավագ դստեր ճակատագրի մասին նրանք ոչինչ չգիտեն։ Լիլիթ Վարդանյանը ցանկանում է տեղեկություն ստանալ իր պապիկի եղբոր Աղվանի մասին։ Աղվանը ծնվել է 1921 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է առաջնագծում։ 1943 թվականին նրա ընտանիքը նամակ է ստացել, որում ասվում էր, որ Աղվանն անհետ կորած է ճանաչվել։ Աղվանի մայրը մինչև կյանքի վերջ սպասել է որդու վերադարձին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին անհետ կորած Սերգեյ Ենգիբարյանի մասին որևէ տեղեկություն է փնտրում նրա զարմուհին՝ Գայանեն։ Վերջինիս մայրն ամբողջ կյանքում երազել է գտնել եղբորը, սակայն մահացել է, այդպես էլ ոչինչ չիմանալով նրա մասին։ Վերջին նամակը Սերգեյից ընտանիքը ստացել է Վրաստանից 1941 թվականին։ Ինչպես է դասավորվել նրա ճակատագիրը դրանից հետո, հայտնի չէ։ Արմեն Նիկողոսյանին է որոնում իր դուստր Կարինեն։ 2014 թվականին Արմենը Հայաստանից մեկնել է Ռուսաստան։ Վերջին անգամ տուն է զանգահարել 4 տարի առաջ Լիպեցկ քաղաքից եւ ասել, որ աշխատում է որպես պահակ ավտոկայանատեղիում։ Դրանից հետո Արմենի հետ կապն ընդհատվել է եւ ընտանիքը մինչ օրս որևէ լուր չունի նրա մասին։ Կարինեն այժմ բնակվում է ԱՄՆ-ում։ Գուրգեն Բաղումյանին է որոնում նրա ազգականը Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ Բագրատ Խաչիկյանը։ Գուրգենը ծնվել է 1959 թվականին։ 1990 թվականին մեկնել է Լենինական քաղաքից եւ այլևս կապի դուրս չի եկել։ Ընտանիքն արդեն 30 տարուց ավելի ոչինչ չգիտի նրա մասին։ Մեզ միշտ հետաքրքիր է, ինչպես է դասավորվում մարդկանց հետագա կյանքը մեր նախագծին մասնակցելուց եւ բարեհաջող արդյունքի հասնելուց հետո։ Արդյոք վերադառնում են նախկին կենսակերպին կամ գուցե լիովին փոխում են մտածելակերպը, որոնումներն ընկալում են ինչպես մի արկած, թե կյանքի ճակատագրական փուլ։ Երևի ամեն մեկն իր մոտեցումն ունի այս ամենի նկատմամբ, բայց մի բան հաստատ է։ Այստեղից հեռանում են կարևոր փոփոխություններով։ Մեր հաղորդման մասնակիցների մեծ մասը խոստովանում է, այստեղ վերապրած զգացողությունները անբացատրելի են եղել եւ նման չեն եղել ուրիշ ոչ մի բանի։ Սիրելի հեռուստադիտողներ, դուք էլ կարող եք ձեր կյանքում մեծ փոփոխություններ տեսնել։ Դուք էլ կարող եք զգալ այն, ինչ զգում են որոնողներն ու որոնվողները։ Դուք դիմեք «Սպասիր ինձ» նախագծին, իսկ մենք կվերադառնանք հաջորդ երկուշաբթի նոր պատմություններով։ Տեսություն։
Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։